1000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Ինչպես նշեցի, 111-ի անդամները Երևան են եկել Հայաստան, ընդհանրապես բոլոր մարզերը եւ վերադարձել, եւ նրանք մանրամասը ուսումնասիրել են, որպեսզի հետագայում մարդիկ չասեն, թե սուտ է, այսպես են ասում, բայց մենք այսպիսին ենք եւ այլն, եւ նրանք ուսումնասիրել են 1000 հոգի, ընդհանրապես ստատիստիկան, որովհետեւ մեծ գումարներ չծախսվի, նույնը բոլոր երկրներում 1000 հոգու վրա են փորձը կատարում։ Այդ մասին մի ֆիլմ ասել եմ, կրկնություն չլինի ասելը։ 111-ի հաշվետվությունը ճիշտ է շատ երկար էր, երկար ժամանակ կարդում էի արդեն օր ու կեսը, բայց այստեղ հարցը որն է։ Հարցը նրանում չէ, որ գյուղերն են ընտրելու Նիկոլին։ Գյուղերում արդեն տվել են վարկեր, մարդիկ ուրախությունից չգիտեն ինչ անեն, եւ բոլորը գնալու են ընտրեն Նիկոլին։ Այսինքն Նիկոլը ուզենք թե չուզենք անցնելու է։ Երկրորդը, քաղաքները եւ մարզերը, քանի որ Նիկոլը ասֆալտապատում է, ապա մեծ մասը նույնպես դրան է գնացել։ Հավի հիշողությամբ հայերը, թոշակառուները, երբ որ Նիկոլն ասում էր, որ ասենք 10,000 ավելացրեցինք, ինչ պետք է անի այդ թոշակառուն, այսպես թե այնպես, նա դրա հետ ոնց պետք է վարվի։ Սա նման է ռուսական մի ֆիլմի, երբ որ Ֆիդուլը երկու արկաոլիկներ, կարծեմ Աֆոնյայի մեջ է, թե մի ուրիշ ֆիլմ կա նման տիպի։ Սրանք ֆանտան են ուզում սարքեն, այս ֆանտանը սարքելու ժամանակ երեկոյան խոսում են, ասма լսի, ասма, մեզ պետք է 100 ռուբլի գումար տան, լավ, մի օր երկու պարտվեին առանք խմեցինք, հաջորդ օրը, բայց այդ 100 ռուբլին ինչ անենք մենք, հիմի Նիկոլինն է, ձեռքը առնում ժողովրդին, հետո էլ 10,000 դրամ 1-2 ամսով ավելացնում, որից հետո էլ մի հատ լավ կլիզմա կանի ձեզ, լևատիվ է կոչում, հայերեն, հետո կտեսնեք այդ ամեն։ Այսինքն մեծ թե փոքր, ջահել թե ահել, կամ ազգն է փչացել, ոչնչացել, կամ դրանք իրականում հայեր չեն։ Եվ նրանց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մոտարապես 22-23%-ը ոչ հայեր են, հայկական անուն ազգանունով։ Եվ կառավարություն կազմողների, որոշում կայացնողների, օրինակ ԱԱԾ-ում, ոչ թե ԱԱԾ-ի պետն է, այլ այնտեղ ունեն գաղտնի աշխատող, ոչ մեկը դրանք հայտ չեն, պարլամենտում ոչ մեկը հայտ չեն, եւ այն պոստերում, ինչպես Ռուսաստանում է կատարվել եւ սովետական միության ժամանակ բոլոր տարիներին ասում էին KGB-ի արխիվներից Բրեժնևը հրամանց ստացավ, այդ նույն արխիվները Հայաստանում գործում են, նրանք ավելի պարզ են ներկայացել, ես դες պարզ չներկայացնեմ, թե այդ մարդիկ ովքեր են, կներկայացվի այն մարդկանց, ովքեր իրոք դուրս կգան պայքարելու դրա դեմ։ Եվ նայում ես այս մասսային, սա մասսա է, սա ասկ չի, սա խայտառակություն է, աշխարհի առաջ մենք խայտառակություն ենք ապրում։ Բոլոր տարածություններում, որտեղ նույնիսկ եթե ամենաաննորմալ տեսակներին բերում ես, նրանք այդ տարածության համար պայքարող են։ Եվ այսքան ժամանակ 3000 տարի հայը տալով եկել է հասել այսօրվան, եւ այսօր նորից տալիս է իր տարածությունը։ Եվ տեսեք թվերը ինչպես է բաշխվել ըստ նրանց հարցումների, Նիկոլ 37%, այն որ խափում են, ասում են Նիկոլը ձայն չունի, խափում են։ Կարապետյան 22%,
դոկ 26%, ԱՇԲ 6%, Գուրգենն ու են մյուսը, այդ ձեր սիրած Գուրգեն և Էդվարդը 7%, են Քոչարի Քենիայից եկածը 2%, 1000 հոգուն հարցրել են, 372 Նիկոլ, 219, 263, 57, 68, 21, թոշակառուներ Նիկոլ, միջին տարիքների, դոկ ԱՇԲ, երիտասարդներ Նիկոլ Գուրգեն Քոչարի, քաղաքներ դոկ Նիկոլ, գյուղեր Նիկոլ Գուրգեն, ահա են, որտեղ նայում ես Նիկոլը կա, էլ այդ ազգին արի փրկի կամ ասեք 111-ին կամ մեզ փրկեն, ում փրկեն, եթե մարդը կանգնած է ծառի ճյուղին, նկարենք այսպես, սա ծառն է, էլ ծառի ճյուղերից մեկը, նստել ես այստեղ ու այստեղից ծառը կտրում ես, էլ քո ինչին գան օգնեն, ես կամ 111-ը կամ ինչ-որ մեկը, կամ այդ որ աղոթում եք Աստված արի մեզ փրկի, ձեր ինչին փրկեն, երբ որ այս անձնավորությունը ասում է, որ դուք ոչխար եք, և այդ ոչխարների փրկությունը միակը նա է, որ մորթես, նայեք նրա ցանկացած ասածը, անընդհատ վիրավորում է հայ ազգին և այս տականքը գոյություն ունի մինչ այժմ, ոչ մի երկրում, ոչ մի նորմալ, նույնիսկ 2-3 հոգեանոց իրավիճակում նման բան տեղի չի ունեցել, սա մի կատաստրոֆիկ իրավիճակ է, որ աշխարհի ոչ միայն այդ հայերը, որոնք եկել էին այդ 16 հոգին, նաև նրանց հետ կապ ունեցող աշխարհի խոշոր և հայտնի և գրագետ փորձագետներ տարբեր ձևի զարմացած են մնացել, թե այս ինչ երևույթ եք դուք, այս ինչ պտուղ եք դուք, դա անբացատրելի է, թե դուք ինչ եք ձեզնից ներկայացնում, երբ որ ես վիրավորում եմ, ասում եք վիրավորեց, ճշմարտությունն ասելուց ասում եք վիրավորեց, մի անգամ մեկը հարցրեց, ասեց, տղայիս մի հատ մաթեմատիկա ստուգի տեսնենք, ոնց է սովորում, հարցրեցի, ասի, քեզնից տուպոյա, ասեցի, բա դասատուն 4.5 է դնում, ասի, ուրեմն նվերներ եք տալիս, հա, ասավ, մերը նվերներ է տանում տալիս, ինքը չվիրավորվեց, որ ասեցի, քեզնից տուպոյա, որովհետև ինքը գիտեր ինքը տուպոյա, իսկ որ ձեզ ասում են անողնաշար եք, անասունի տեսք եք ընդունել, վիրավորում եք, Նիկոլի առաջ գնում եք բառաչում, փոխանակ Նիկոլը չկարողանա նույնիսկ այդ առանձնատնից, այդ 30,000-ը տեղ շրջապատի, նույնիսկ չկարողանա աշխատատեղ գնա, դուք էդ էլ չեք կարողանում անել, և հիմա ումից եք նեղանում, Ալիևից եք նեղանում, Պուտինից եք նեղանում, Բրուտից եք նեղանում, Տրամպից, թե աշխարհից ումից եք նեղանում, երբ որ դուք եք այդ ամենը, այժմ երկու բան ասեմ, որպեսզի սա էլ հասկանաք, երկու ոչնչության մասին, իմիջիալոց նորից եմ կրկնում, մեծատառով կոմետ 1 գրի, կամ դուք եք հոգեկան հիվանդ, կամ կարդացողներին և ինձ եք դնում հոգեկան հիվանդի տեղ, միայն 1 բառ կարող եք, 2 բառ վերնագիր մեծատառերով գրել, ընդհանրապես մեծատառերով գրելը դա հոգեկան հիվանդներն են կատարում, մեկ կատարի, նման բաներ, 1000 անգամ ասել եմ, հիմա վերցնենք այսպես, մի քանիսը սկսեցին գովել, բա դոդը գիտեք ով է դոդը, դոդը եղանակ ստեղծող տղա է, եղանակ ստեղծող տղան, երբ որ Նարիմանովը, Մկնիկը, Մանվելը ասացին, որ դոդա և Նարիմանովին չէր կարողանում,
բայց մկնիկինն էլ կարող էր թեկուս իր խնամին ասես պետքա գլխին բամփել։ Եթե դրանից հետո այս ոչխարը դուրս է եկել եւ մկնիկը դեռ կենթանի է կամ մկնիկի գլխի վրա մեծ անցք չի բացվել, ուրեմն սրան ընտրողը սրանից ենկոմ ավելի մեծ տականք ու ոչխար է։ Երկրորդը, եկեղեցի կառուցելու փոխարեն Արցախի պատերազմի ժամանակ պայմանավորված Նիկոլը տարավ փակեց, բայց ունի լակոտ, չէ, լակոտը կարող էր Արցախին օգնել։ Կարող էր ասել տղերք Նիկոլը չի թողնում, եկեք ես 1000 հոգուց գումարով ամեն ինչով ապահովեմ, զենք վերցրեք, գնացեք մեր հայրենիքը պաշտպանեք, չէ։ Այսինքն այս ոչնչությունը, սրա ունեցած գումարը ում է հարկավոր։ Այս ընթացքում Հայաստանը փրկելու համար 1 միլիոնից մինչև 10 միլիոն գումարը եւ 200 մարդը լրիվ բավական է, որովհետեւ 200 մարդը սրբի Հայաստանը տականքներից։ Երկրորդ միլիարդատերը, առաջի հայ միլիարդատերը։ Նիկոլը տարե բան նստեցրեց։ Նիկոլը թքեց երեսին։ Լավ, հիմա էլ դուրս է եկել։ Դուրս է եկել այ ոչխար։ Բացի տաշիր այդ հաղորդումները, որ կատարում էր Մոսկվայում մենել, ոչ Երևանում կամ Հայաստանի քաղաքներում, որ ժողովրդին էլ այդտեղ մի բան բաժաներ։ Մենակ պոռնիկ ռուսներին պետքա բաժաներ, արտիստներ եւ այլն։ Եվ դրանից հետո էս հայկական դրոշները հետևդ կողելու փոխարեն ինչ ես դեմը չարի։ Ով ես դու։ Ով ես դու, երբ որ ռուս կամ մեքսիկ մի պոռնիկի տալիս ես 2-ից 10 միլիոն գումար։ Այսօր ազգդ մահանում է, եթե բայց ինքը ջհուդ է, այս պոռնիկը հայա ներկայանում ջհուդ է։ Եվ քութասիբը այդտեղ որն է։ Միլիարդատեր մարդը 1000 հոգել կանգնածլներ, որ քեզ Նիկոլի նման ոչնչությունը տարելա բերթա նստասել, դու զգալուց հետո անցել է հագին ժամանակ, Նիկոլի գլուխը պետքա հրապարակում ցցված էր, դրված, քո անունն էլ չշեշտվեր, այդ ժամանակ դու ուրիշ տեղ ելնեիր, այդ կասեի տղա էր, կատարեց, թե չէ ոչնչություն, այդ տականքություն, եկել ես հիմիլ Նիկոլի պաշտպան ես կանգնում, այդ խաղերը, իրիգունը գնում եք սրա մոտ նստում լափում, Նիկոլի հետ ծիծաղում եք ազգի վրա, այ աննասուններ։ Ազգը պետք է հասկանա, որ սրանք իսան չեն, սրանց վրա պետք է այնպիսի մի բան կատարվի, որպեսզի սաղ կյանքում սրանցից հետո եկողները հիշեն։ Սրանց թվում է, որ հայ ազգանուն կրելով, եթե Հայաստանը վերացավ, թուրքը, ռուսը, կամ եվրոպացին, կամ Մեքսիկը, կամ այնտեղ Ամերիկա կամ Կանադայում պետք է ապրեն միլիարդներով։ Բոլորիդ կրտելու են։ Մենք չեղանք, բոլորիդ կրտելու են։ Մեզ էլ հետն են ոչնչացնելու, թե արտասահմանում, թե Հայաստանը։ Մենակ այդքանը լավ չեն հասկանում։ Եվ այ պոռնիկ, ինչ ես արել Հայաստանի համար, կամ սա եկեղեցի է մտամ կառուցել, եկեղեցին ում է պետք։ Աղոթեցիք 1915 թվականին ձեր Քրիստոսին։ Ալլահը հաղթեց Քրիստոսին, Հայաստանի մեծ մասը անցավ նրանց, հիմա էլ աղոթեցիք Արցախի համար, Արցախն էլ տվեցիք, նորից եք աղոթում Քրիստոսին, դե աղոթեք Հայաստանն էլ տվեք, պրծեք այ անասուններ, տեսնենք էլ ում վրա եք աղոթելու եւ ինչ ունեք էլ սրանց հետո աղոթելը։ Հիմա ներկայացնեմ մի քանի կուսակցություններ, որ սրտիկներ եք դնում սրանց վրա, չէ, սա լավն է, հակաճառում եւ այլն։ Այդ ձեր կարծիքները ձեր մեջ թողեք։ Նորից եմ կրկնում, ես նույնպես ոնց որ 111-ն է, ոնց որ երկուական սիստեմն է, այդ ձևով եմ մտածում, կամ մաքուր լրիվ կամ մաքուր չի, եթե մի փոքր կեղտոտա նրա այդ լնելը իմ ինչի սա պետք։ Ինչի հիմա ինչ տարբերություն այս տականքը, թե օրինակի համար սրանք կամ սրանք։ Ինչ տարբերություն ստեղ։ Տարբերությունը որն է։ Նախ
Շատ սկսեցին գովել այս անձնավորությանը։ Հիմի ասեմ, լավնա, վատնա դա ինձ հետաքրքիր չի։ Այդ ամենը թողնում եմ մի կողմ, եռաբլուրում, ասեց, որ ամբողջ ազգն էլ կանգնեց Նիկոլի կողքը, բայց տեսանք հետագայում, որ սրիկայա ես, եթե այդ պահին չես տեսել, տղա ջան, դու ոնց ես փորձում Հայաստանի ղեկավար դառնաս, կարող է Մակրոնը կամ Տրամպը քեզ ասում են Հայաստանը բեր դարձնում ենք կանեփի արտեր, Հայաստանը կծաղկի, կդառնա Լաս Վեգաս։ Դու դրան գնում ես, իրան կանեփը հավաքում տանում են, հետո ասենք էլի խաբվեց Գուրգենչիկը։ Լավ եք հասկանում հիմա ինչ եմ ասում։ Ձեր լեզվով եմ ասում, որովհետեւ բոլորիդ պարզ լինի, Գուրգենչիկ գովացողներ եւ այլն։ Եվ չեմ էլ ասում սրանք ում մարդն են, դա էլ դուք որոշեք։ Բոլորդ էլ լավ ճանաչում եք։ Հիմա էս այլանսը, սրա մասին էլ ասում են ինչ-որ բարեկամին խփել են, թե ինչ են արել Նիկոլանք, Նիկոլին աղջիով է դիմում խոսում։ Նիկոլով աղջի դիմող խոսացողը միայն կարող է նա լինել, ով որ Սերժի Ռոբի Քորլևոնի կամ հենց Նիկոլի շունն է, ուրիշ ոչ մեկը այդ ձևով չի կարա խոսի, Նիկոլը 2 րոպե հետո կփակիր, երկորդը, լավ տղա ես, արել էր այդքանը, բա վերացնեիր, 100,000 անգամ ելքումուտք ունես Նիկոլի մոտ, վերացնեիր, նույնը ես կադրային տականքի վրա սև գիծ են քաշում։ Ես էլ Լևոնյան, Քորշունյան կուսակցություն, բոլորին դեմ եմ, ես սրա խաղերը ամոթելա կին և գրագետ կին դուրս է եկել էստեղ կապկությունները անեմ, փաստերով կարամ լրիվ դնեմ դեմը, որ տեսնի, որ ինքը ոչնչություն է։ Այստեղ հարցը դրել են, նորից եմ կրկնում, Լևոնական, նորից եմ կրկնում, իրեն ասած արտահայտությունները, Սորոսական, ես սրա մասին խոսք չկա, ինքը Ուկրաինային արդեն դարձրել է ամենաուժեղ բանակ, Ռուսաստանն էլ պարտվել է, 3 տարի առաջ ասել ու կատարում, ամեն օր նույն բանը խոսում, սրա մասին խոսք չկա, հիմի Արա Պապյանի մասին, նույն Արա Պապյանը ասեց, որ Նիկոլին 18 թվականին ողջունեցին և հետո էլ միացավ Բագրատին, նույնն էլ էստեղ են, համարենք, որ էստեղ են իրոք ոչ թե սուտ կամիները արե, իրոք գեներալը, որը դա հնարավոր չի Քենիայում լինել գեներալ, այսինքն եթե միած սուտ ունի արդեն վրեն գիծ են քաշում, բայց ասենք ասելա, բա ինչ գործ ուներ սրա կողքին, հասկացող հայը, բա սրանով ինչ ռազմավարություն ունի, որ ռազմավարությամբ է ձեզ փրկելու, դրա համար ասում եմ, սրանց բոլորին հանեք ձեր ասած ձևով տրասի վրա, ամեքին 5 հատ հարց տան, բոլորը իրենց նաուշնիկները հանեն ականջներից, ովքեր հուշում են, ոնց որ Նիկոլին էին հուշում մի ժամանակ, անուն ինչ է, միտինգի ժամանակ, ասեց, էսա գնամ բրոնժիլետս հակնեմ, մեկ էլ ասավ, հա ինչ, ու ականջին խփեց, որ ես ինչ եք հուշում, ինքը իրա վրա սկսեց ծիծաղել, որ այդ անասուններն ինչ են իրան հուշում, որ ինչ ասի, քանի որ դա ինքը չէր, հուշում էին։ Հիմա Դոգի մասին։ Դոգը ինքը հայերին ամենաշատ մեծ օգուտ տված ազնվորություններից մեկն է, լրիվ, այն որ ասում են ռենգեն արեց, բոլորին դրեց իրենց տեղը և ցույց տվեց Հայաստանում, որ տականքա բուծությունը ամենաբարձր մակարդակի վրա է աշխարհում և բացի տականքները, զզվելի տականքների քանակով Հայաստանը նույնպես աշխարհում առաջի տեղը, բայց Դոգի սխալները։ Դոգը, քանի որ ինքը գտնվում է Բերդում և արտասահմանում, նա այստեղի այդ կուսակցության անդամների մի մասին արդեն վերբով կարած կլնեն և Նիկոլը, և են մյուս 3 տականքները։
Այսինքն դոգը ինքը մենակ է, բայց դոգի նաև մի սխալ է, որ Արցախը ճիշտ կլինի միանա Ռուսաստանին, իսկ եթե Ռուսաստանին միանար, չմիանար դոգ։ Տորթերը ձեռքերին Պուտինի նկարով կանգնած էին, ոչ Հայաստանին էր միացած, ոչ միացած էր Ադրբեջանին, Ռուսաստանը դե թող ձեռը դներ վրեն, իրենք էլ ասում էին Պուտին, Լենին, պարտիա Գորբաչով հիմա էլ Պուտին էին ասում այդ ոչխարները, ինչ տարբերություն։ Պուտինի ձեռքով աշխարհի տերը այս ամենը կատարում, որովհետեւ դու էլ հասկանաս։ Դոգին ոչ մի բան չեմ ասում, մենակ նրա արած այդ բացահայտումները, որ որքան պոռնիկներ, որքան ավազակներ, որքան տականքներ եւ զզվելի տականքներ կան Հայաստանում, կարող ասեք այսօր ես էլ եմ ափր-ցփր խոսում, ոչ, բոլորը գրական բառեր են եւ ձեր երեխան եւ դուք բոլորը գրականության մեջ կարդում եք բոզը, պոռնիկը, գողը, ավազակը եւ այլն, ես ավելորդ բառ չեմ օգտագործում, դա դոգն է օգտագործում։ Նրա արած այդ մեծ հայտնագործությունները, որի մասին մեծ մասը Հայաստանում չգիտեին եւ աշխարհի հայերը չգիտեին եւ աշխարհը չգիտեր դրա մասին։ Ինքը բոլորը ջրի երեսանեց, բայց այն որ ինքը մենակ է եւ ձայն չեն տալու նրա համար, քանի որ նույն մաֆիան գործելու է, դոդը շանս չունի միայն 4-5-րդ տեղ մի քանի ցենով ու դրանով նա չի կարա ոչ մի բան անի, հասկացաք։ Ես ամեն ինչ ասում եմ իր ամեն ձևով։ Այստեղ հարց Պապյանին, բայց որ տեսար որ եւ նույնիսկ միկրոֆոնով են խոսում, Բագրատին են անպատվում, որ Բագրատը գիշերը գնացել է Արմենիայում հանդիպել սրա եւ Նարիմանովի հետ, բա դրանից հետո 2 օր էլ նորից կողքին չեք կանգնած։ Լավ, հաջորդ հարցը Պապյանին տվեք, ասեք որ եթե Վիլսոնյան Հայաստանը կա, այսինքն դա փաստաթուղթ է, էլ դու ինչի համար ես մի 2 միլիոն հավաքում գնաս ինչ անես։ Այդ փաստաթուղթը կա, դու միայն պետք է դատի տաս, որ քանի որ այս փաստաթղթի համաձայն այս երկիրը պատկանում է մեզ այսքան 214,000 քառակուսի կիլոմետրով, դատ ենք տալիս այս 3 պետությունները, թե տարածություններին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, որ մեր տարածություններն օգտագործում են եւ դրա դիմաց պետք է նրանք վճարվեն, իսկ տարածությունը հետ կտան, թե չէ, դա արդեն այլ հարց է։ Սա պետք է բարձրացվեր։ Հիմա դրա համար անել եք այս խաժամուժը դրել եք, որ փորձում եք, թե պետք է ընտրություններ լինի, մարդիկ եկան համոզվեցին, իրենք էլ ձեզ պարզ ասում են, որ 1000 հոգու մեջ այսպիսի թվերը նրանց մեջ այդ 3 հոգին, որոնք բարձր կարգի համաշխարհային կարգի հոգեբաններ են, լրիվ բոլորին կարդացել են եւ սրանց են կարդում եւ այս տականքներին են կարդում եւ ցանկացած մարդու փողոցում մի հայաց գցելով բոլորին կարդում են, կարդացած գրքի նման բոլորին գիտեին, թե այդտեղ ինչա կատարում։ Այսինքն Լևոնը Քորշունը ինչա կատարել։ Հայաստանի սերուցքը ստեղծել է այնպիսի պայմաններ մութ ու սուրտ գործարանների փակում, որ են իրական մասսան, իրական հայերը հեռացել են ընտանիք պահելու եւ արժանապատիվ ապրելու համար, մի մասը չեն կարողացել, մի մասը մտածելով, որ Արցախյան պատերազմին մասնակցել են, իրենց ոչինչ չեն անի, մնալով այդպես, իսկ մնացածը դրանք արդեն պաթոլոգիա է իրոք Հայաստանում, ավելի նուրբ բառ չկա, այժմ որը նորից չհասկացա քորե խաղի մասին,
Ինչպես նշեցի, Մայքլին նաև ասել էր, որ հայերը իրենք են իրենց վերացնում բրուտի հետ հանդիպման ժամանակ։ Բայց այստեղ ինչ են կատարում։ Սա թռուցիկ արտահայտում է, որ Ռուսաստանը Կովկասի տերն է։ Սա միայն արտահայտություն է։ Այսինքն, երբ որ սա գնաց բրուտների մոտ Մելանիայի հետ և բարձր իբր ընդունեցին, մինչև այդ հայոյում էր, սրան տաղունել ուզում էր Ամերիկայից վտարի։ Այդ ինչի համար, նույնը սրան էին կանչել, ես հագուստը տեսեք, ես բաբչկով, էլի գնացել էր սրանց մոտ։ Լրիվ ծրագիրը ստանում են ամբողջ կյանքում ինչ պետքա կատարեն, նույնն էլ սա։ Եվ դա պատահական արտահայտություն չէր, որ Կովկասը ռուսների հսկողության տակ է, իբր, բայց արտահայտում է և Հայաստանում ռուսամետներն էլ սկսեցին ուրախանալ, գոռալ, գոչալ, տեսեք Տրամփն էլ ասեց, որ Պուտին պապան ուրիշ է, տեսեք ինչ անելու Պուտին պապան։ Այստեղ հարցը որն է, որպեսզի սա չտան, այս մասը մեզ չմիանա։ Նույնիսկ սա կորցնի իր արժեքը և այս տականք ոչխարը, քանի որ սա էլ է արտահայտվում, նույն արտահայտությունը, որը Քորշան արտահայտությունն է, եթե Ռուսաստանը տերն է, մենք էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լավ լինելու համար եկեք սահմանադրությունից անենք, որ պահանջատեր չենք, հենց պահանջատեր չես, նրանք են պահանջատեր և նրանց տարածությունը օգտագործելու համար Հայաստանը ոչնչանում է, կտրեցին մնաց մի փոքր մաս, են էլ Ալիևը այնքան մաքուր մարդ է, որ Ալիևը ավելի ճիշտ է խոսում, քան այս տականքները, ինչ ասում Ալիևը, Շիրակի մարզից, Լոռվա մարզից, սենց կտրում է, թուրքերն էլ ստեղ են կտրում, որտեղ ես մնում ազերիների ու թուրքերի ազդեցության տակ, այսինքն դառնում ես ռեզերվատ, այս ամբողջ խաղը սրանց և սրա արտահայտությունը տանում է, ձեզ թվում է սա պետք է ուրախանար գար փրկի, սա էլ իր հրանգն ունի, հիմա թեկուզ վերցնենք ամենահզոր մեր հայ դերասաններին, վերցնենք Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետյանին և այլն, եթե Ավետ Ավետյանը աղայի դեր է խաղում, նա այդ դերը մինչև վերջ պետք է խաղա, իսկ Հրաչյա Ներսիսյանը խաղում է, ինչու է աղմկում գետը, կարծեմ այդ ֆիլմում խաղում է այլ դեր, այսինքն նա միշտ պետք է այդ դերը պետք է լավ կատարի տանի, հիմա այստեղ այս տականքը, ճիշտ է սրանք կոմիկ դերասաններ են ծաղրացու, սրան տրված է դա խաղալ, սա մինչև վերջ պետք է խաղա, ոնց խաղաց Արցախի հարցում, նույնն էլ հիմի պետք է խաղա այս տականքը, իսկ սրանք, այս մանր ժուլիկները, ոչ հայ, սրանք ոչնչացնում են ու չեք հասկանում, թե Հայաստանը ոնց են ոչնչացնում և քրեական դատարան տակ համաշխարհային, թե ուզում է մարդասիրական դատարան տակ, ուր էլ տակ, սրանց արդեն սահմանադրությունը և արածները ամեն ինչ սրբում մաքրում է, դառնում եք ոչխար և ռեզերվատում ապրող ոչխար, այս մասին է խոսքը, որ լավ հասկանաք, նորից երկու բառով ասեմ, Տրամպը այդ սուտ խոսքերը, որ Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակ է, Քորշունն էլ, որը դեռ չի սատկում, բայց լավ կլինի սատկի կամ ամենաճիշտը հայերի ոտքերի տակ սարք, արդեն սրանք հրահանգները ստացել են, սա պատահական արտահայտություն չարեց, և այս տականքն էլ, այս Քորշան, քանի որ նույն կուսակցության մեջ են, ասեց, որ Նիկոլի այդ սահմանադրությունը պետք է ընդունենք և մենք պարկ ու պահանջ չունենանք, եթե դու պարկ ու պահանջ այլևս չունես, ապա Թուրքիան ու Ադրբեջանն ունեն պարկ ու պահանջ, նորից եմ կրկնում, Ալիևն էլ պարզ ասեց, որ էս էլ է մերը, այսինքն նա ավելի մաքուր մարդ է, քան այս տականքները, և սրանց
բոլորին պետք է անմիջապես վերացնել եւ հիմա այստեղ ընտրել եւ հաշվել, ինչպես գիտենք Մուկուչյանի նման հաշվելու են, որին գոնե մի հայտ չգտնվեց սատկացներ այս լալոշ կենթանուն, ինչ արդարադատություն, ինչ սահմանադրական դատարան, սրանց բոլորին պետք է առաջի հերթին սրանց պետք է գնդակահարել, հետո նոր Լևոն, Մևոն մնացածին, հետո եթե փորձում են սահմանադրություն, խնդրեմ սահմանադրությունը նորից տնենք քվեարկության, Նիկոլը թող կազմի Նիկոլի սահմանադրությունը, Հարիկյանը կկազմի Հարիկյան սահմանադրությունը, մենք էլ կկազմենք մեր սահմանադրությունը հայ ինտելիգենցիայի եւ իրական հայ արժեքների միջոցով եւ դնենք քվեարկության, որը կանցնի, ոչ թե Նիկոլը ասի հաթե չէ, սա կոմունիստական Բրեժնևը չի, կարող ենք դնել 4 սահմանադրություն, 10 սահմանադրություն, եթե ժողովուրդը որոշի, թե որին է դեմ, որն է ցանկանում, իսկ եթե ազգը պետքա որոշի Նիկոլի սահմանադրությունը, պետքա թքել այդ ազգի վրա, ազգանունը փոխել եւ դառնալ օտարազգի, կամ ամեն մեկը գլխից իրեն խփի, որ այդ աննորմալ ազգի ներկայացուցիչ հնարավոր չէ լինել։ 1978 թվականից սկսած այս Քորշունը ինչ կատարեց, այնպես կատարեց, որ Հայաստանը այն պուզլ են ասում, այդ խաղի նման է, որ կուբիկներ կան տարբեր ձևի եւ տեղադրում է ստացվում օրինակի համար այս նկարը, այնպես արեց, որ ամեն տականք դատավորներն էստեղ ելնեն, տականք դատախազներն էստեղ ելնեն, տականք ոստիկանները էստեղ, տականք վայնիները էստեղ, տականք Նարիմանովները այս մասում լինեն եւ այդպես, սա ինչ կատարել է եւ սրանից հետո այսպես զեթով որ գալիս ենք այս բոլոր տականքները 3000 տարվա մեջ բրուտը չի կատարել մեր նկատմամբ, թուրքերը չեն կատարել մեր նկատմամբ կամ ազերիները այս մի 100 տարվա ընթացքում հարևան դառնալով այս 4-ի կատարածը հատկապես սրանց տականքահոր ոչ մի երկրում, ոչ մի ազգի նկատմամբ, նույնիսկ կենթանական աշխարհի նկատմամբ այսքան սրիկայություն չի կատարվել, ինչպես կատարվեց այս 35 տարիների ընթացքում այս տականքների ձեռքով։ Եթե որևէ մեկը կբերի ավելի մեծ փաստ, որ այս ինչ երկրում այս բանը կատարվել է, թեկուս Հիտլերի ժամանակ այդ Օսվենցիում եւ այլն, ավելի մեծ տվյալ կբերեմ, թե այս տականքները ինչեր են կատարել։ Եվ դրա համար 111-ի երբ որ սրանց կատարածը եւ մարդիկ, քանի որ պաթոլոգիա են դարձել, նայում ես այդ ամեն ինչին, սարսափ է Հայաստանը։ Հայաստանը սարսափելի իրավիճակում է գտնվում։ Եվ ամենակարևորը, ընտրություն, դրանք խաղեր են, դրանք իրենց խաղերն են, որպեսզի նորից իրենք գան։ Այստեղ առաջի հարվածը պետք է գնալ սրա տան վրա, 20 երիտասարդը լրիվ բավական է, որպեսզի սրանք շանսատակ անեն տեղում։ Երկրորդը լեգիոն պետք է գա։ Հայաստանում 2 միլիոն աղքատ է եւ անհույս։ Արցախցիների պետքները չէ, նրանք եկել տեղավորվել եւ շվշվացնելով ապրում են։ Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից մոտ 100,000 լեգիոներներ պետք է գան Հայաստան։ Լավ տղերք, ովքեր հայրենիքը հասկանում են, ովքեր հասկանում են, որ առանց հայրենիքի մենք ոչ ոք ենք։ Եվ Քորշունից հետո հերթականությամբ ուդարները պետքա տրվի սրանց։ Երբ որ տականքների վերջը տալիս ես, մյուսները փախչող առնետները փախչելու են։ Նորից եմ կրկնում։
սրանց կատարած մեղքերը ավելի մեծ է, քան թուրքերի կատարած մեղքերը, եւ դրա համար եւ թուրքերը եւ ռուսները կարողանում են սրանց աշխատեցնել, քանի որ սրանք այնքան սրիկայություն են կատարել, որ նույնիսկ թուրքերը չեն կատարել, եւ դրա համար սրանք վախկոտի նման նրանք ինչ ասում են կատարում են, քանի որ եւ նրանց այդ գործարքներում այնքան կեղտոտ գործարքների են սրանք գնացել թե ռուսների, թե ազերիների հետ, թե թուրքերի հետ, որ ով էլ սրանց ինչ ասի թե չկասեմ, պետք է անես սրանք կատարող են, սրանք մենակ կատարող են, դրա համար այս անբարոյականի լակոտներին պետք է գնդակահարել տեղում անմիջապես։ Հաջորդը ինչ եմ անընդհատ ցույց տալիս ռեզերվատներ, նորից եք ցանկանում ռեզերվատներ, եւ եթե հույսները դրել եք, որ նորից աղոթելով փրկելու եք Հայաստանը, կրկնեմ նորից 15 թվականին Արևմտյան Հայաստանը փրկիկ, աղոթելով 44 օրվա պատերազմի ժամանակ փրկեցիք Արցախը, հիմա էլ թարգեք ձեր աղոթները, որպեսզի Հայաստանը չփրկեք, Հայաստանը մեղք է ձեր աղոթներից հեռու պահեք, դուք տեսաք, որ Ալլահը ձեզ հաղթում է, էլ ձեր աղոթելու իմաստը որն է, ձեզ թվում է տանելու են Եվրոպա կամ մի այլ երկիր եւ նստացնեն ամենաթանկ հյուրանոցներում, այս վիճակում եք լինելու, Սիրիայից եւ Աֆրիկայից եկածները ձմռանը Գերմանիայում պալատկեքում Ящикներ էին վառում այդ խանութներից մնացած աթխոդների վրներից է շան հոտ գալով պալատկեքում մնում էին ոչ քնելու տեղ ունեին իրար կպած մնում էին որ քնեն ձմռանը այս իրավիճակը Հայաստանում գալու է այսօր շվշվացնում եք կամ ասում եք Նիկոլը լավն է ասֆալտել է այդ ասֆալտացի գումարը Եվրոմիությունն է տվել Եվ Եվրոմիությունը, երբ որ ասֆալտի գումար տվեց նաև Հունաստանին, եթե կիշեք, Հունաստանում հեղափոխություն էր կատարում, թե այ անասուններ, դուք գումարը տալիս եք, ես գործարան պետք է կառուցեմ, իմ ինչին է պետք փողոցը, երբ որ գործարան ֆաբրիկա չունեմ, փողոցին չեմ կառուցում, այսինքն Հայաստանի այդ փողոցները, որ նրանք 16 հոգին, որ սկսել են ուսումնասիրել Հայաստանում, ոչ թե տրվել է ձեզ այդ գումարները եւ փողոցները Նիկոլն է կառուցում, այլ Նիկոլը կառուցում է այդ փողոցները, որովհետեւ Եվրոմիությունը, Բրիտանիան, Թուրքիան, Ազերին ձեր վրայով ոնց որ գորգի վրայով կամ տրապկի վրայով անցնեն այս կողմ, անցնեն այն կողմ, դա նրանց համար եք դուք կառուցում, բայց գումարը պետքա փակեք դուք Դրա համար հասկացեք աշխարհը, հասկացեք ամեն ինչ, չի կարելի միայն նստել կոֆե, նարդի, ձեր պատճառով բոլորիս վերջն է գալիս, այժմ ամենակարևորներից մեկը նաև, այս բոլոր անբարոյականի լակոտներից եմ ասում, հետ կանգնեք այս խաղից, նրանք փախչելու են, ձեզ 500, հիմա էլ $1000 ասենք տալիս են, այդ $1000-ով հեռու չեք փախչելու Հայաստանից, ոնց որ Արցախի ձեր կարգայինները եկան Հայաստան, դեռ Հայաստանը կա, բայց հենց դուք դուրս եկաք, մենք դրսում ենք, այս բոլորիդ հաստ փորերը և այս հաստ գլուխները, բոլորը թարս թաղվելու եք, թարս, գլուխները ներքև թաղվելու եք, սա հայրենիք է, այ պոռնիկներ, այ անբարոյականի ծնունդներ, հասկացեք, եթե սա չեք անելու, ապա լեգիոնը պարտավոր է Հայաստան մտնելուց առաջի հարվածը 10 սրանց, վառի, ավիրի, գնդակահարի, որքան հնարավոր է, մինչև սրանք շորերը հանեն ու ձեռքները վերև չկանգնեն, բոլոր ուժայինները, սկսած զինվորականներից, վերջասած վերջին մլիցով, տեսնեմ ով է Հայաստանի տերը այդ դեպքում, էլի
կսկսեն խոսել այս 4 տականքները, թե մի մասը կսատկեն, մի մասին էլ Հայաստանից կփախցնեն, եթե մենք թույլ տանք։ Այսքանը ու հասկացեք, նույնիսկ բահն է կրակում, նույնիսկ գրիչն է կրակում։ Իմիջիալոց դիտեք Պարկեր ֆիլմը, այդ ֆիլմում այդ տղան ասում է չէ, պետքա չգրված օրենքներին ենթարկվեն, եթե ես դա չանեմ իմ կյանքի գնով, նրանք իմ վրով կտան կանցնեն, ոնց որ տրապկի վրայով։ Նայեք այդ ֆիլմը, Յասունն է խաղում այդտեղ, լավ ֆիլմ է։ Եվ երկրորդը նաև, եթե սրանք մնացին, սրանք տերերի հրահանգ կատարող են, քանի որ եւ աշխարհի տերերը գիտեն, հայերի նկատմամբ որքան տականքություն են արել, ավելի շատ քան թուրքը, եւ աշխարհը գիտի, եւ բոլորը գիտեք, դրա համար սրանք աշխարհը Հայաստանը տուրն են տալը։ Ոտքի 100,000-ը ինձ թվում է կարող է վերադառնալ եւ իմիջիալոց ասեմ, որ ձեզ օգնություն եւ ուղղություն ցույց կտան նաեւ 111-ի անդամները, որոնք Հայաստանում են, բայց նրանք գրություններ կթողնեն տեղեր, կասվի որտեղից վերցնեք եւ ամեն մի խումբ կկատարի ինչ-որ գործ, որպեսզի իրենց էլ փուրը չտակ, քանի որ Հայաստանի մեծ մասը դարձել է դրամով վաճառվող, ինչպես Քրիստոսին ծախեց Հուդան, հենց էլ Հայաստանի մի մասը դարձել են Հուդա, կարող են բոլորին էլ ծախել, այդ ամենը գիտենք, հետո ինձ որ ասում եք, արի մեզ փրկի, արի ձեզ փրկին, այստեղ երևաց, հաստատ գալու եմ ձեզ փրկեմ, այս թվերը արդեն խոսում է ձեր փրկելու մասին, հատկապես ձեզա պետք փրկել թոշակառուներից, հատկապես մյուսներին է պետք փրկել, որոնք էստեղ են, բոլորիդ էլ փրկել է պետք։ Դուք բոլորդ փրկվելու լավ մասնագետներ եք, բոլորդ էլ կարող եք փրկվել։ Միջին տարիքն է մենակ դոգին տալիս ու ԱԺԲ-ին։ Երիտասարդները Գուրգեն Քոչարի Նիկոլ, քաղաքները Դոկ Նիկոլ։ Այսինքն, եթե սուտ խոսում են, որ քաղաքներում ինտելիգենցիան, զարգացածությունը շատ է, էդ էլ են խափում։ Եվ ասել եմ, միակ ձևը, սա ինքը արդեն կազմավորված ուժ է, սրանք ուժ են, որոնք ունեն բանակ, որոնք ունեն ոստիկանություն, որոնք ունեն գումար, իսկ դուք ոչ մի բան չունեք։ Դրա համար լեգիոնը պետք է գա եւ փրկի։ Իսկ լեգիոնը երբ որ եկավ փրկեց, նաեւ ձեզ է ամեքի դնելու իր տեղը այդ հասարակ, թե թոշակառուների, թե երիտասարդների, մի մասը իմիջիալոց նարկոմանների եւ բոլորի իրենց տեղը կդնի լեգիոնը։ Այսքանը եւ հասկացեք, այդ ընտրությունները բոլորը կեղծիք է եւ ամեն ինչ կատարվել է Հայաստանում, այդ ամենը կեղծիք է, նույնիսկ երբ որ մեկն էլ գովեց Դեմիրճյանին, Դեմիրճյանը ինչ-որ չափով գովել է, ինչ-որ չափով չէ։ Երբ որ Անտոն Քոչարյանի ժամանակ էին գալիս Հայաստան, նա տանում էր ղռերն էր ցույց տալիս։ Իսկ Դեմիրճյանը ոսկու հանքերը ցույց տվեց, դրա համար այդ գործարանները կառուցեցին ռուսները, ոսկու մեծ մասը տարան։ Թեպետ այդ զոդի հանքերի շնորհիվ գործարաններ կառուցվեց, թե չէ տականքներն էին տանելու ինչ տարբերից։ Այնպես որ ամեն ինչի ճշմարտությունը փորձեք հասկանալ, սովորել եւ ամենակարևորը գտեք միայն մեկ պատասխան։ Դրա համար երբ որ այստեղ սկսեցին որտեղ են դրանք
սկսեցին գովալ այս երիտասարդներին, դրա համար ասում եմ, մեկ հարցը բավական է, որ մարդը սուտ է խոսում, մեկ հարցը բավական է, կամ ոչ ադեկվատ է, եթե դու միացել ես Նիկոլին, ոչ ադեկվատ ես, ոնց որ ասենք, արկահոլիկը գնացել է բուժվի, արդեն լավ է, նույնն էլ այս իրավիճակն է, թե սրանց, թե սրա, որ միացել էին սրան, թե սրանց, իսկ մնացածի մասին բոլորդ էլ գիտեք, այսքանը